Եվ ԵԱՏՄ շուկան է իր ֆինանսական տնտեսական ծավալներով եւ ֆիզիկական ծավալներով Հայաստանի համար շատ մեծ ու կարևոր շուկա եւ Եվրոմիության շուկան եւ այստեղ ես այդ տարբերությունը չի դնի ավելին ԵԱՏՄ կա թյուր կարծիք թե ԵԱՏՄ ստանդարտները ավելի ցածր ստանդարտներ են, քան Եվրոպական միության ստանդարտները։ Բացարձակապես այդպես չի։ ԵԱՏՄ-ում շատ բարձր ու շատ բարդ ստանդարտներ են դրված, եւ դա շատ նորմալ ու տրամաբանական է, եւ դա արվել է առաջին հերթին ԵԱՏՄ երկրների տնտեսությունների մրցունակությունը ապահովելու նպատակով։ Եվ ես այսօր ուզում եմ նաեւ ուրախությամբ նշեմ, որ մենք որոշակի պատմական փուլեր ենք անցել։ Փուլ 1, երբ որ արտադրում էինք ցածր իհարկե բարձր եվրոպական ստանդարտներ նույնական երբեմն առանձին դեպքերում տեսնում ենք նույնիսկ ավելի խիստ ստանդարտներ է սահմանվում եւ հիմա մենք մի փուլ ենք անցել երբ որ զանգվածային արտադրություն համեմատաբար ցածր որակ ես կարծում եմ մտել ենք նաեւ մի փուլ որտեղ բարձր որակ ենք արտադրում բայց դեռ չեն կարողանում բարձր որակի շատ մեծ արտադրանք թողարկել, այսինքն մեր արտադրողականությունը դեռևս բավարար բարձր մակարդակի վրա չի, տեխնիկական հագեցվածությունը, մասնագիտական որակավորման պակաս ունենք, բայց օրինակ կառավարության լիզինգի աջակցության ծրագիրը այս առումով հսկայական փոփոխություն է մտցրել։ Ես բերեմ մի օրինակ, այնտեղ 3 տարբեր լիզինգի գործիք կա, մի գործիքով 370 միլիարդ է պորտֆելը, մի գործիքով 50 միլիարդ, մի գործիքով 20 միլիարդից ավել, արդեն մոտ 440-450 միլիարդ մոտավորապես պորտֆել ունենք եւ դա անընդհատ ավելանում է կարող է մի շաբաթ հետո ասենք ավելի մի քանի միլիարդ ավել նշվի այս սրա միջոցով մի քանի հազար տնտեսվարող ձեռք են բերել հազարավոր նոր մեքենա սարքավորումներ եւ սա տնտեսության վրա իր արդյունքը տվել է Սաղիկ ասեք որ դեռ 70-ում Ռուսաստանում վաճառում հոլանդականը 7% հայկականը Իհարկե ես ուրիշ բան էլ հիմա ասեմ նույն Ռուսաստանի դաշտում ենք Նիդերլանդներից հետո երկրորդն ենք մասնաբաժնով ծաղիկը բայց միայն դա չի Հայաստանից ամեն օր արդեն համարյա ամեն օր Միացյալ Նահանգներն էլ ծաղիկ գնում ինքնաթիռով այսինքն նույն ծաղիկ արտադրողներն իրենք հասկանում են որ ավելի շատ շահույթ պետք է ստանալ եւ նույն իրենց շուկաները պետք է մաքսիմալ դիվերսիֆիկացնեն դրա համար եւ եվրոպական շուկայի վրա են կենտրոնանում եւ ամերիկյան շուկայի եւ մյուս այլ շուկաների